Ես գիտեմ, որ նման ձևով հարցեր չեն լուծվում։ Ուրիշ էլ բան բավական չի այդքանը։ Այդենց հարց չի լուծվում։ Ինչպես եք վերաբերվում այն, ինչ կատարվում է այս օրերին ՊՊՑ գնդում, Խորենացի փողոցում այս ցույցերին։ Շատ վատ։ Ես չեմ ասել, որ դղակը հանցավոր են, բայց օրը չէր այս վարգյան։ Պետք է մի քիչ կամ առաջ շարժեին կամ վերջ։ Այս ամեն ինչ հետևանքներ կունենա ձեզ։ Շիդագը չեմ գրնար ասել, քանի որ երկրի մեջ չեմ ապրիր, գոր երկրի ժողովրդի մեջ չեմ գրնար մտածել, անանք որ ոչ մեկ բան չեմ ասում։ Ինչ ճանապարհով կարելի էր փոխարենը պահանջների կատարմանը։ Սեղան թողնստեին իրարու հետ համացայնության թողքային, այդ կարելի չէ այսպիսի բանը։ Այո, ես ալ քիչ ըմպոստ եմ պետության դեմ, բայց այս օրերուն չի կարելի այսպիսի բանը։ Թողնստեին իրարու հետ համացայնության թողքային ավելի ճիշտ կլիներ։ Ինչպես եք տեսնում հանգուցալուծումը։ Ի վերջո այնտեղ դեռ չեմ գիտեր։ Ներկայիս բանը չեն կրնար ասել։ Այն ավատը, որ իրար են կրակում, բայց որ մարդկանց հասցրել են այս վիճակին, էդի 100%-ով շատ նորմալ բան է։ Արդեն այստեղ են հասցրել մարդկանց, որ իրան գնացել են, մեր համար են գնացել մեկ։ Երկրորդն էլ, եթե նորմալ լիներ ամեն ինչ, երբեք տենց բան չէր լինի։ Որովհետև բոլորը ջիպեր են քշում, իսկ մենք տրանսպորտ ենք սպասում։ Ազգովի պիտի հելեն կայնեն, ոչ թե սաղ նստեն տելևիզորների դիմաց ու ամեն մարդ մի բան ասի, էձև բան գոյություն չունի, հելեք գնացեք, թո բրնեն, թո տանեն, բայց պիտի գնան, հերիքա, բոմժի նման ման են գալի ամբողջ օրը, հացի համար, ջրի համար, լույսա, սաղ տանգա, ընչի պիտի Վրաստանը 15 դրամով վաճառվի, մեր մոտ 65 դրամով և ավելին, ամեն ինչը մեր մոտ տանգա, Մերը վաճառեցին, ես այն օրը իմացել եմ, որ Ռուսաստանը մեր Հայաստանի համարյա կեսը առել է, ցնդել է։ Եթե ասեք տղաները սխալ են վարվել, սխալ չեն վարվել, բայց կարելի էր ասենք ինչ-որ երկխոսությամբ, բանակցություններով, խաղաղ ճանապարհով, համ ազգն է մեղք, համ տղաներն են մեղք, ինչ ասեմ, չգիտեմ էլի։ Կարելի է համենայն դեպս խաղաղ ճանապարհով հարցը լուծել։ Ինձ թվում է, որ մեր ազգային ժողովի այն մեծամասնությունը պետք է գնա ասենք երկխոսության, բանակցությունների, էլի, որ ճիշտ հարցի լուծում լինի, բայց համենայն դեպս ցավում եմ, մեր հանրապետությանը նման բան չէր ստացվում։ Մեր երկրին հարկավոր է ավելի կազմակերպված պայքար, ու պետքա բոլորս առաջին հերթին տեղեկացված լինենք, թե ինչ է կատարվում, ու տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանանք մենք իմանալ այդ ճիշտը, ու այն ճիշտը, որ համապատասխանում է բնականաբար իրականությանը, Եվ տեղեկացված լինելով արդեն մենք ավելի ճիշտ եւ կազմակերպված քայլեր կձեռնարկենք, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Մենք պետք է սևեռվենք վերջնական նպատակների վրա։ Մենք որպես ազգ, որոնք մասնակցում են ցույցերի եւ մի շարք այլ նմանատիպ միջոցառումների, մեր նպատակը առաջին հերթին նա է, որպեսզի մենք ունենանք իշխանությունը, որը կպայքարի մեր համար, որը կծառայի մեր համար եւ սահմանադրության բոլոր հոդվածները ճիշտ վերջապես ի կատար կատարվեն են։ Շատ վատ, որովհետև մեր ժողովրդի հետ նման բան չլիներ, իսկ այդ մարդիկ մեզ համար են պայքարում։ Իրանք ճիշտ են, որ իշխանափոխություն անպայման պետք է լինի, որովհետեւ այս տրգատիրական կարգերը վերանան։